2500 տնակ։ Գյումրի ավերիչ երկրաշարժից 37 տարի անց դեռևս զգացքային տնակներում բնակվում են մեր հայրենակիցները։ Հայրենակիցներ, ում այս տասնամյակների ընթացքում իշխանությունները տարբեր տարիներին խոստացել են լուծել տնակների հարցը։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ ստացել են իրենց կացարանները, սակայն 37 տարի անց անընդունելի է, որ առնվազն գոնե նույնիսկ մեկ քաղաքացի կամ մեկ ընտանիք շարունակում է ապրել երկրաշարժի հետևանքներ ունեցող տնակներում։ Իսկ այլ էր արդյոք այս խնդիրը լուծել ավելի արագ եւ չսպասել 37 տարի եւ դեռևս հույս էլ չկա, թե աղետի գոտին ամբողջովին երբ է վերանալու տնակային ավանից։ Այս մասով իհարկե տան բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ մտահոգություններ, արդարացումներ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, մասնավորապես կան կարծիքներ, որ այդ տնակներում բնակվող քաղաքացիների մի մասը ոչ թե այնտեղ է հայտնվել Գյումրի ավերիչ երկրաշարժից հետո, այլ նաեւ տարբեր հանգամանքներով, սակայն մի բան միանշանակ է, որ այդ ընտանիքները ապրում են տնակներում, չունենալով նորմալ կացարան, ինչպես բնակչության ճնշող մեծամասնությունը։ Եվ մեր կարծիքով, անկախ պատճառից, թե մարդիկ ինչ հանգամանքներում են հայտնվել այդ տնակներում, Հայաստանի Հանրապետությունում պետք է ամբողջովին վերանա տնակային ավանները, տնակային համակարգը եւ բոլոր մարդիկ, բոլոր ընտանիքները պետք է ստանան պատշաճ կացարաններ շարունակելու իրենց կյանքը, որովհետեւ երբ նայում ենք այդ 37 տարին, ստացվում է, որ այդ տնակներում ծնվել են երեխաներ, որոնք արդեն դարձել են չափահաս եւ իրենք էլ այժմ ունեն երեխաներ։ Այսինքն մի ամբողջ սերունդ ապրում է տնակային ավաններում։ Իսկ ինչպես լուծել հարցը։ Դեռևս 2021 թվականին մենք առաջարկ էինք արել, որ տնակների լուծման համար կա շատ պարզ եւ արագ մեխանիզմ։ Գյումրիում այսօր կան մի քանի թաղամասներ, որտեղ տնակներում բնակվող անձինք ստացել են բնակարաններ։ Սակայն մենք կարծում ենք, որ տնակներում բնակվող ընտանիքները պետք է ամբողջովին ընդհանուր ինտեգրվեն հասարակությանը եւ ոչ թե հիմա էլ այդ տնական ավանները վերածվեն տնակներում բնակվող անձանց թաղամասերի, հաշվի առնելով, որ բացի տնակներում ապրելու հանգամանքից այդ քաղաքացիները նաեւ սոցիալապես լուրջ խնդիրներ ունեն, աղքատության շեմից ներքև են գտնվում եւ ճիշտ կլինի, որ այդ ընտանիքները ուղղակի Գյումրիում, Շիրակի մարզում կամ թեկուզ այլտեղ ինտեգրվեն, ունենան հնարավորություն օգտվելու այնպիսի ենթակառուցվածքներից, ինչպես բնակչության մեծ մասը։ Իսկ ինչպիսի լուծում ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք տնական խնդիրների լուծման արագ, առավելագույնը 1 տարի ժամկետ, որի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է հիպոթեկային վարկի սերտիֆիկատ յուրաքանչյուր ընտանիքի մինչև 20 միլիոն դրամի չափով միջինացված կախված ընտանիքում բնակվող անձանց քանակից։ Այսինքն քաղաքացիները, ընտանիքները իրենք են ընտրելու այն բնակարանը կամ այն տունը, որը ցանկանում են առնել, հաշվարկնել արված է հաշվի առնելով Շիրակի մարզի եւ հարակից մարզերի բնակարանների կամ բնակելի տների գնելը, այսինքն մոտ $50,000 սահմաններում ընտանիքներին տրամադրվում է սերտիֆիկատ եւ այդ սերտիֆիկատներով նրանք կարողանում են ձեռք բերել բնակարան, որը ամբողջությամբ, այսինքն եւ տոկոսները եւ մայր գումարը վճարում է պետությունը։ Ինչու ենք մենք առաջարկում այս սցենարը, որովհետեւ պետության վրա միանգամից մեծ բեռ չլինի եւ այս տարբերակով պետական բյուջեից տարեկան պետք է հատկացնել ընդամենը 5.8 միլիարդ դրամ, որը 2026 թվականի պետական բյուջեի ծախսերի ընդամենը 0.2%-ն է։ Այսինքն տարեկան ընդամենը 0.2% ծախս հատկացնելով աղետի գոտու տնակների վերացմանը հնարավոր է այս խնդիրը 1 տարվա ընթացքում իսպառ վերացնել։